Ողջույն քեզ, մեծ Աստված, երկու ճշմարտությունների տիրակալ, ես եկել եմ քեզ մոտ, իմ Տեր, դու բերել ես ինձ քեզ մոտ, որ ես կարողանամ տեսնել քո գեղեցկությունը, ես գիտեմ քեզ, և ես գիտեմ քո անունը, և անունները 42 աստվածների, որոնք քեզ հետ են, երկու ճշմարտությունների այս դահլիճում, որոնք ապրում են չարիք կրողներով, կլանելով նրանց արյունը, հատուցման օրը ու նեֆերի ներկայությամբ, ահա երկու դուստրերը, նրա երկու աչքերը, ճշմարտության տիրակալ, ահա ես եկել եմ քո առջև, բերելով քեզ ճշմարտություն, քեզ համար վանելով կեղծիքը, ես ոչ մեկի նկատմամբ զանցանք չեմ գործել, ես կենդանի արարածներին չեմ վնասել, ես չարիք չեմ գործել արդարության փոխարեն, ես չգիտեմ այն, ինչը պետք չէ որ լինի, ես ամենօրյա աշխատանք չեմ կատարել ավելի, քան պետք է ինձ համար, իմ անունը չի հասել սրբազան մակույկի նավավարի ականջին, ես տկարի վրա ձեռք չեմ բարձրացրել, ես չեմ արել այն, ինչից գարշում են աստվածները, ես չեմ զրպարտել ծառային իր տիրոջ առջև, ես ցավ չեմ պատճառել, ես արցունքների պատճառ չեմ դարձել, ես չեմ սպանել և չեմ հրամայել սպանել, ես ոչ մեկին տառապանք չեմ պատճառել, ես չեմ պակասեցրել տաճարներին մատուցվող հացերը, ես չեմ վնասել աստվածներին ընծայված թխվածքը, ես չեմ գողացել երանելի մեռյալների ընծաները, ես հեշտասեր չեմ եղել, ես կշռաքարերը չեմ ավելացրել կամ նվազեցրել, ես արուրայի չափը չեմ նվազեցրել, ես ուրիշի դաշտերի վրա ոտնձգություն չեմ արել, ես կշռաքարին չեմ սեղմել, ես նժարի վրա խարդախություն չեմ արել, ես երեխաների բերանից կաթը չեմ խլել, ես խոտերը չեմ քշել իրենց արոտավայրերից, ես աստվածների թռչունների դեմ որոգայթ չեմ լարել, ես ձկների դեմ ցանց չեմ նետել իրենց ջրամբարներում, ես ջրի ընթացքը չեմ փոխել և հոսող ջրի դեմ պատնեշ չեմ կանգնեցրել, ես կրակը չեմ հանգցրել իր վառման պահին, ես չեմ անտեսել մսի ընծաների օրերը, ես չեմ քշել Աստծո կալվածքների անասուններին, ես Աստծուն չեմ ուշացրել երթի դուրս գալու պահին, ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ,
ես մաքուր եմ։ Իմ մաքրությունն է մեծ Պյունիկի, որ Հերակլիոպոլիսում է, քանի որ ես իրավ շնչառության տիրոջ քիթն եմ, ով կենդանություն է տալիս մոլորյալների, Հորուսի աչքի լիության այն օրը Հելիոպոլիսում, ձմռան երկրորդ ամսվա վերջին օրը, այս երկրի տիրակալի ներկայությամբ, ես նրանցից մեկն եմ, ով տեսել է, թե ինչպես է լցվում Հորուսի աչքը Հելիոպոլիսում։ Ոչ մի չարիք չի լինի ինձ հետ այս երկրում, և երկու ճշմարտությունների այս դահլիճում, քանի որ ես գիտեմ անունները աստվածների, մեծ Աստծո ուղեկիցների։ Ով լայն քայլող ծագումով Հելիոպոլիսից, ես մեղք չեմ գործել, ով կրակ գրկող ծագումով Եգիպտական Բաբելոնից, ես չեմ թալանել, ով կտուցավոր ծագումով Հերմոպոլիսից, ես չեմ նախանձել, ով ստվերներ կլանող քարանձավից հայտնվող, ես չեմ գողացել, ով կատաղի տեսքով ծագումով Մեմֆիսի Նեկրոպոլիսից, ես մարդկանց չեմ սպանել, ով երկվորյակ առյուծներ երկնքում հայտնվող, ես չեմ պակասեցրել չափանիշները, ով նա ում աչքերը կայծքար են ծագումով Լեթոպոլիսից, ես ծուռ բան չեմ արել, ով հրեղեն հետևով երևացող, ես Աստծո գույքը չեմ գողացել, ով ոսկորներ ջարդող, ծագումով Հերակլիոպոլիսից, ես սուտ չեմ խոսել, ով կրակ ուղարկող ծագումով Մեմֆիսից, ես սնունդ չեմ հափշտակել, ով քարանձավում բնակվող, արևմուտքից հայտնվող, ես դյուրագրգիռ չեմ եղել, ով սպիտակ ատամնավոր, ծագումով Ֆայումից, ես օրինազանցություն չեմ արել, ով արյուն ուտող սպանդանոցից հայտնվող, ես սուրբ անասուն չեմ մորթել, ով փորոտիք ուտող 30-ի իջևանից հայտնվող, ես վաշխառություն չեմ արել, ով ճշմարտության տիրակալ, երկու ճշմարտություններից հայտնվող, ես հաց չեմ գողացել, ով թափառական ծագումով Բուբասթիսից, ես չեմ գաղտնա լսել, ով գունատ ծագումով Հելիոպոլիսից, ես չեմ բամբասել, ով կրկնակի չար օձ ծագումով Բուսիրիսից, ես ունեցվածքի համար չեմ վիճաբանել, բացի սեփական ունեցվածքից, ով ամենթի իր մահապատժի վայրից հայտնվող, ես չեմ շնացել, ով նա, ով տեսնում է իր բերածը ծագումով Մինի տնից, ես վավաշոտ չեմ եղել, ով ազնվականների պետ ծագումով Կոմելհիսնից, ես սարսափ չեմ ներշնչել, ով կործանող ծագումով Քսոիսից, ես օրինազանցություն չեմ արել, ով աղետներ ստեղծող, սրբավայրից հայտնվող, ես տաքարյուն չեմ եղել, ով մանուկ ծագումով Հելիոպոլիսյան նոմից, ես խուլ չեմ եղել ճշմարիտ խոսքին, ով խոսքի քարոզիչ, ծագումով Վենսից, ես չարիք չեմ գործել, ով Բասթետ,
որ տաճարից ես հայտնվում, ես ուրիշին աչքով չեմ արել, ով դու, ում դեմքը ետևում է, որ փոսից ես դուրս գալիս, ես արվամոլությամբ չեմ զբաղվել, ով ոմն տաք ոտքերով մթնշաղից հայտնվող, ես երեսպաշտություն չեմ արել, ով մուգ մթությունից հայտնվող, ես չեմ վիճաբանել, ով ընծաներ բերող ծագումով Սայիսից, ես բռնություն չեմ գործել, ով երեսների տեր, ծագումով Հերինոպոլիսի նոմից, ես անհամբեր չեմ եղել, ով մեղադրող, ծագումով Վեթենետից, ես չեմ խեղաթյուրել իմ էությունը, չեմ լվացել Աստծո պատկերը, ով եղջյուրավոր ծագումով Սիութից, ես դատարկախոս չեմ եղել, ով Նեֆերթում, ծագումով Մեմֆիսից, ես մեղք չեմ գործել, ես սխալ չեմ արել, ով նա, որ չի թողնում ողջ մնալ, ծագումով Բուսիրիսից, ես չեմ հայհոյել արքային, ով նա, ով գործեց իր սրտին համաձայն, ծագումով Անթեոպոլիսից, ես չեմ անցել հոսող ջրի միջով, ով ոմն լիացող, ծագումով Աբիսից, ես ձայնս չեմ բարձրացրել, ով առարկաների հրամանատար սրբավայրից հայտնվող, ես Աստծուն չեմ հայհոյել, ով բարության մատակարար ծագումով Հարփուն նոմից, ես գոռոզամիտ չեմ եղել, ով Նեհեփհաու ծագումով Թեբեից, ես ինձ ուրիշներից չեմ զատել, ով գլուխը բարձրացրած օձ, որ անձավից ես հայտնվում, մեծ չէր իմ ունեցվածքը, ով օձ, որ վերցրել ես քո բաժինը, լռության երկրից հայտնվող, ես չեմ անարգել Աստծուն իմ քաղաքում, ողջույն ձեզ, դուք աստվածներ, ես գիտեմ ձեր անունները, ես ձեր ջարդի զոհը չեմ դառնա, դուք չեք զեկուցի իմ մասին այս Աստծուն, ում հետևորդներն եք դուք, իմ ոչ մի մեղք ի հայտ չի գա ձեր կողմից, դուք ճշմարտությունը կհայտնեք իմ մասին, ամենայնի Տիրոջ ներկայությամբ, որովհետև ես Եգիպտոսում բարիք եմ գործել, ես Աստծուն չեմ հայհոյել, ոչ մի մեղք ինձանից չի գոյացել այն արքայի վերաբերյալ, ով թագավորում էր, ողջույն ձեզ աստվածներ, որ երկու ճշմարտությունների այս դահլիճում եք, ովքեր սուտ չունեն իրենց մարմիններում, որ ճշմարիտ են ապրում և սնվում են ճշմարտությամբ, Հելիոպոլիսում, Հորուսի ներկայությամբ, ով իր Աթեն սկավառակի մեջ է։ Դուք կարող եք փրկել ինձ Բաբայի դևից, որ ապրում է ոմն մեծի ընդերքում, այն մեծ հաշվեհարդարի օրը։ Ահա ես եկել եմ ձեր առջև առանց կեղծիքի, առանց մեղքի, առանց չարիքի, առանց իմ դեմ վկայի, առանց որևէ մեկի, որի դեմ ես ինչ-որ բան եմ արել։ Ինչպես ես ճշմարիտ ապրում եմ, այնպես էլ ճշմարիտ գործում եմ։ Ես արել եմ այն, ինչ մարդիկ խնդրել են, և այն, ինչ հաճո է աստվածներին։ Ես գոհացրել եմ Աստծուն նրանով, ինչ նա սիրում է։ Քաղցածին հաց եմ տվել, ծարավին ջուր, մերկին հագուստ և նավակ չունեցողին։ Ես զոհաբերություններ եմ արել աստվածներին, աղերսանքներ
երանելի մեռյալների համար։ Ուրեմն փրկեք ինձ, պաշտպանեք ինձ, դուք իմ դեմ չեք բողոքի մեծ Աստծո ներկայությամբ։ Իմ բերանը մաքուր է, իմ ձեռքերը մաքուր են, ես մեկն եմ, որին ողջունում են տեսնելիս, քանի որ ես լսել եմ կատվի և ավանակի խոսակցությունը ոմն բաց բերանի տանը, ես նրա առաջ վկա էի, երբ նա բղավեց։ Ես տեսել եմ Պերսեայի ծառի ճեղքումը Մեմֆիսի նեկրոպոլիսում։ Ես մեկն եմ, ով օգնություն է ցուցաբերում աստվածների ներկայությամբ, ով գիտի մարմինների կարիքները։ Ես եկել եմ այստեղ հատուկ ճշմարտությունը վկայելու, կշեռքը հավասարակշռության բերելու լռության երկրում։ Ով Աստված, որ բարձրյալ ես, աթև թագի Տեր, որի անունն է շնչառության Տեր, դու կարող ես փրկել ինձ քո բամբերներից, ովքեր արյունոտ վնասվածքներ են հասցնում, պատիժ են կայացնում, կարեկցանք չունեն, քանի որ ես ճշմարտություն եմ արել ճշմարտության Տիրոջ համար։ Ես մաքուր եմ առջևից, մեջքս մաքուր է, միջինս ճշմարտության ավազան է։ Իմ ոչ մի անդամ մաքրության պակաս չունի, ինչպես ես լոգանք եմ ընդունել հարավային ավազանում, այնպես հանգիստ եմ առել հյուսիսային քաղաքում, մորեխների դաշտում, որտեղ Ռայի ուղեկցողների խումբն է լոգանք ընդունում գիշերվա երկրորդ և օրվա երրորդ ժամին, ինչը հանգստացնում է աստվածների սրտերը, երբ նրանք ճեմում են գիշերով կամ ցերեկով։ Թողեք նա գա, ասում են նրանք ինձ տեսնելով։ Ո՞վ ես դու, ասում են նրանք ինձ տեսնելով։ Ինչ է քո անունը, ասում են նրանք ինձ տեսնելով։ Ես Պապիրուսի ծառի ցողունն եմ, նա, ով ձիթապտղի ծառի մեջ է։ Ահա իմ անունը։ Ինչի միջով ես անցել, ասում են նրանք ինձ տեսնելով։ Ձիթապտղի հյուսիսային քաղաքով եմ ես անցել։ Ինչ ես տեսել այնտեղ, ազդր և սրունք։ Ինչ ասացիր նրանց, ես ցնծություն եմ տեսել Փյունիկեցիների երկրում։ Ինչ են տվել քեզ, կրակի կայծ և հաղճապակե սյունակ, ինչ արեցիր դրանք, ես դրանք թաղեցի երկու ճշմարտությունների լճափին, երեկոյան ճաշի ծեսի ժամանակ։ Ինչ գտար այնտեղ ճշմարտությունների լճափին, դա կայծքարից մի գավազան էր, որի անունն է շունչ տվող։ Ինչ արեցիր կրակի կայծի և հաղճապակե սյունակի հետ դրանք թաղելուց հետո։ Ես ողբում էի դրանց վրա, ես փորեցի և հանեցի դրանք, ես հանգցրեցի կրակը, ես փշրեցի հաղճապակին և նետեցի այն լճի մեջ։ Արի ուրեմն, անցիր երկու ճշմարտությունների դահլիճի այս դռներով, քանի որ դու ճանաչում ես մեզ։ Մենք չենք թողնի քեզ մեր կողքով անցնել, այսպես են ասում այս դռան կողափայտերը, մինչև դու չասես մեր անունը։ Ճշգրիտ կշռաքար է քո անունը։ Ես թույլ չեմ տա իմ կողքով անցնես, այսպես է ասում այս դռան աջ փեղկը, մինչև չասես իմ անունը։ Կշեռքի թաթ
ճշմարտությունը կշռելու, ահա քո անունը։ Ես թույլ չեմ տա իմ կողքով անցնես, այսպես է ասում այս դռան ձախ փեղկը, մինչև չասես իմ անունը։ Գինու չափաման, այսպես է քո անունը։ Ես թույլ չեմ տա քեզ ներս մտնել, այսպես է ասում այս դռան նախագավիթը, մինչև չասես իմ անունը։ Գեբի եզ, ահա քո անունը։ Ես չեմ բացվի քեզ համար, այսպես է ասում այս դռան սողնակը, մինչև չասես իմ անունը։ Նրա մոր ոտնամատ է քո անունը։ Ես չեմ բացվի քեզ համար, այսպես է ասում այս դռան փականքը, մինչև չասես իմ անունը։ Սոբեկի կենթանի աչք, բախուի տեր, սա է քո անունը։ Ես չեմ բացի, ես թույլ չեմ տա անցնես իմ կողքով, այսպես է ասում այս դռան դռնապանը, մինչև դու չասես իմ անունը։ Շուի կուրծքը, որը նա դրեց որպես Օզիրիսի պաշտպանություն, սա է քո անունը։ Մենք թույլ չենք տա քեզ անցնել մեր կողքով, այսպես է ասում այս դռան շեմագլուխը, մինչև դու չասես իմ անունը։ Բերքի Աստվածուհու զավակ է քո անունը։ Դու ճանաչում ես մեզ, անցիր ուրեմն մեր կողքով։ Դու ոտքդ չես դնի ինձ վրա, այսպես է ասում երկու ճշմարտությունների այս սրահի հատակը։ Ինչու ես մաքուր եմ, որովհետև ես չգիտեմ քո ոտքերի անունները, որոնցով դու կքայլես իմ վրայով։ Ուրեմն ասա ինձ, մինի գաղտնի պատկերը իմ աջ ոտքի անունն է, Նեֆտիսի ծաղիկ իմ ձախ ոտքի անունն է։ Քայլիր ինձ վրա, դու ինձ ճանաչում ես։ Ես չեմ զեկուցի քո մասին, այսպես է ասում այս սրահի դռնապանը, մինչև դու չասես իմ անունը։ Սրտերը գիծող, որովայնները զննող, սա է քո անունը։ Ուրեմն որ Աստծուն, որ իր դիրքում է, քո մասին զեկուցեմ։ Զեկուցիր դա երկու երկրների միջնորդին։ Ով է երկու երկրների միջնորդը։ Դա Տոտն է։ Ներս եկ, այսպես է ասում Տոտը։ Ինչի համար ես եկել։ Ես եկել եմ պատասխան տալու, ինչպիսին ես դու։ Ես մաքուր եմ բոլոր չարագործություններից, ես զերծ եմ բոլոր ընդհարումներից նրանց, ովքեր իրենց օրերում են, ես նրանց թվում չեմ։ Ուրեմն ում զեկուցեմ քո մասին։ Նրան, ում տանիքը կրակ է, պատերը կենթանի կոբրաներ, ում տան հատակը ջրերի վարարում է։ Ով է նա։ Նա Օզիրիսն է։ Առաջացիր ուրեմն, ահա քո մասին զեկուցեցին։ Քո հացը Հորուսի աչքն է, քո գարեջուրը Հորուսի աչքն է, քո խնդրագին ընծաները երկրի վրա Հորուսի աչքն են, այսպես է նա ասում իմ մասին։